Բարև ձեզ Տեր Եսայի, շնորհակալ եմ Անանեղի հատիկ հաղորդաշարին, որ հնարավորություն ընձեռնեց հանդիպելու եւ զրուցելու ձեզ հետ։ Սիրով, ես եմ շնորհակալ։ Իդեպ Տեր Հայր, հոգեվորականներին ողջունելու տարբերվող ձևեր կան։ Ինչպես են ողջունում հոգեվորականներին։ Ամուսնացյալ հոգեվորականներին, քահանաներին ողջունում են օրհնեցեք Տեր Հայր ասելով եւ պատասխանը Աստված օրհնի։ Կուսակրոն հոգեվորականներին նկատի ունեմ վարդապետ, եպիսկոպոս, վեհափառ, ողջունում ենք Աստված օգնական Հայր Սուրբ, եթե եպիսկոպոս է, Աստված օգնական Սրբազան Հայր, վեհափառին Աստված օգնական վեհափառ Տեր։ Այսինքն ես պետք է ձեզ ողջունեմ հետեւյալ կերպ. օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Եվ հոգեվորականներն եւ հավատացյալներն իրար այլ կերպ են ողջունում Սուրբ Հարության եւ Սուրբ Ծննդյան տոներին։ Ինչպես եւ ինչու։ Հարության եւ Սուրբ Ծննդյան տոներին մենք միմյանց ողջունում ենք բոլորս, աշխարհական թե հոգեվորական, իրար հանդիպելիս մենք ողջունում ենք Քրիստոսի ծննդյան կամ հարության ավետիսը փոխանցելով, եթե Սուրբ Ծննդյան մասին է խոսքը, ապա ողջունում ենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ավետիսը փոխանցելով մեկս մյուսի, իսկ հարության տոնին Քրիստոս հարյավ իմերելոց ավետիսն ենք փոխանցում մեկս մյուսի։ Ինչու Քրիստոսի Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, ինչու ենք մեծ հանդիսավորությամբ նշում այն։ Նախ որովհետև Զատի կանոնը գալիս է 5 տակարանից, նկատի ունենալով հրեական Զատիկը, որի հիմքում խորհրդում ընկած է փարավոնի իշխանությունից, եգիպտական ստրկությունից ազատագրումը ընտրյալ ժողովրդի։ Սա ֆիզիկական փրկություններ կամ ազատագրումներ հրեա ժողովրդի, իսկ հետո քրիստոնեության մեջ այս խորհուրդը վերաիմաստավորվեց, մենք ավելի Սուրբ Հարության տոնին ընդգծում ենք չարի իշխանությունից մեր ազատագրումը, որը տեղի ունեցավ Քրիստոսի հարությամբ, եւ Զատիկ բառը հենց այստեղ նաեւ խորհրդանշում է չարի իշխանությունից զատվել, քանի որ Զատիկ նշանակում է զատվել եւ այստեղ մենք նկատի ունենք հոգեվոր իմաստով մեր զատումը, բաժանումը, ազատագրումը չարի իշխանությունից, որը տեղի ունեցավ կամ իրականություն դարձավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության խորհրդով եւ բնականաբար այս իմաստով Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը մեր քրիստոնեական հավատքի հիմնասյունն է։ Առանց հարության չկա քրիստոնեություն, որովհետեւ սա քրիստոնեության եւ մեր հավատքի մեջ ամենակարևոր անկյունակարն է հարության խորհուրդը, որը նաեւ Քրիստոս իր հարությամբ ընդգծեց այն ճշմարտությունը կամ ցույց տվեց մեզ բոլորիս այն ճշմարտությունը, որ բոլորս էլ իր օրինակով կարող ենք եւ պետք է հարություն առնենք վերջին դատաստանին կանգնելու համար եւ այս իմաստով բնականաբար մեր հոգու փրկության, երկնքի արքայության հաստատման ամենակարևոր խորհուրդն է իր մեջ ամփոփում Քրիստոսի հարության տոնը եւ այս իմաստով բնականաբար բավականին մեծ հանդիսավորությամբ եւ շատ կարևոր այսպես որպես խորհուրդ մենք տոնում ենք Սուրբ Հարության տոնը։ Ինչպես է տեղի ունեցել Քրիստոսի հարությունը։ Գիտեք, որ Քրիստոս մատնվեց քահանայապետների ձեռքը փարիսեցիների կողմից եւ այն ժամանակ մարդիկ բոլորը պահանջեցին Քրիստոսին խաչի բարձրացնել եւ դատապարտել խաչի մահվան։ Եվ խաչելությունից հետո երրորդ օրը Քրիստոս հարություն առավ, ինչպես եւ մարգարեները ընդգծել էին եւ մարգարեացել էին եւ ինչպես որ Քրիստոս բազմիցս իր առաքյալներին այս մասին վկայել էր իր հարության մասին։ Երբ որ խաչելությունից հետո Քրիստոսին դրեցին գերեզմանը, վիմափոր գերեզմանը եւ 3 օր հետո յուղաբեր կանայք գնացին գերեզմանը, ինչպես որ հրեական ծեսի համաձայն պետք է անուշահոտ յուղերով ոցեին մարմինը, տեսան որ Քրիստոսի գերեզմանը թափուր է եւ այստեղ յուղաբեր կանած առաջինը ավետվեց Քրիստոսի հարության բարի լուրը եւ յուղաբեր կանայք այդ բարի լուրը փոխանցեցին Տիրոջ աշակերտներին, առաջինը Պետրոսն ու Հովհաննեսը եկան Քրիստոսի գերեզմանը եւ տեսան թափուր գերեզմանը Քրիստոսի
եւ հետո արդեն վերնատան մեջ հարուցյալ Քրիստոս հայտնվեց իր աշակերտներին, նրանց հաստատելով իրենց հավատքի մեջ եւ նաեւ նրանց վերականգնելով առաքելության այն պաշտոնին, որից մի տեսակ իրենք հրաժարվել էին վերջի պահին Քրիստոսին մենակ թողնելով, որովհետեւ երբ որ Քրիստոսին ձերբակալեցին, երբ որ Քրիստոսին դատապարտեցին մահվան, այդ ժամանակ գրեթե բոլոր աշակերտները Քրիստոսին մենակ թողեցին եւ լքեցին։ Եվ այս բարի լուրը հարության ավետիսը գոտե պնդեց առաքյալներին, ամրացրեց իրենց հավատքի մեջ, այնպես որ առաքյալները իրենց կյանքի գնով ամբողջ աշխարհը վերափոխեցին քրիստոնեական լույսը տարածելով բոլորիս։ Իսկ ինչպես է նշում հայ առաքելական եկեղեցին Զատկի տոնը։ Հարության տոնը բնականաբար ինչպես որ բոլոր քրիստոնեական տոներ մեր եկեղեցին հիշատակում նշում է Սուրբ Պատարագի սրբազան խորհրդով։ Այսինքն հարության տոնի մասնակցությունը, հարության տոնի խորհրդին հաղորդակից լինելու ամենակարևոր պայմանը Սուրբ Պատարագին մասնակցությունն է եւ Սուրբ հաղորդություն ստանալն է։ Սա ամենակարևոր պայմանն է։ Իհարկե մենք նաեւ ունենք տարբեր ավանդույթներ, տարբեր սովորույթներ, ժողովրդական ավանդույթներ, որոնք գալիս են ավելի հարստացնելու այդ տոնական տրամադրությունը, բայց Սուրբ հարության տոնի ամենակարևոր պայմանը Սուրբ Պատարագին մասնակցությունն է։ Ինչպես որ գիտեք, մեծ պահքի շրջանը ավարտվում է ավագ շաբաթով, որը եւս մեկ շաբաթվա այդ պահքի շրջանն է։ Ավագ շաբաթ օրը ճրագալույցի պատարագն է, որը որ նախատոնակն է Սուրբ հարության տոնի, բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագը մատուցվում է երեկոյան եւ ովքեր որ պահք են պահել եւ պահքից պիտի դուրս գան, այդ օրը մասնակցում են ճրագալույցի պատարագին, հաղորդություն ստանում եւ պահքից դուրս գալիս։ Հաջորդ օրը արդեն բուն տոնական Սուրբ հարության պատարագն է մատուցվում։ Իսկ Սուրբ հարության տոնի հաջորդ օրը մեռելոց հիշատակ է եւ մեռելոց պատարագ է մատուցվում, ինչպես գիտեք, բոլոր 5 տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց հիշատակության օր է եւ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Զատկի տնական սեղանը զարդարում են ներկա զում, բրոնզով փլավը, ձուկը, շատ չենք արդյոք տեղ տալիս տոնական սեղանին։ Միթե կարևորը ճոխ սեղանն է կամ համով ուտելիքը։ Ես համաձայն չեմ այն մտքին, որ դա ճոխ տոնական սեղան է։ Զատկական սեղանը, որը ավանդաբար մեզանում ընդունված է այդ սեղանին ունենալ չամիչով փլավը, ձուկը, կանաչեղենը, այս ամեն ինչը ավելի շատ մեր ժողովրդական սովորույթի մեջ հոգևոր իմաստով դրանք որոշակի խորհուրդ ունեն եւ այստեղ ոչ թե խնդիրը ճոխությունն է եւ ճոխության հետ ինքը կապ ունի, այլ մեր հավատալիքների, մեր զգացումների, մեր ապրումների հետ կապ ունի, որովհետեւ յուրաքանչյուր այս ուտեստ իր խորհուրդը ունի եւ պատահական չի, որ հենց այս ուտեստներն են դրվում զատկական սեղանին։ Ինչպես գիտեք, չամիչով փլավը դա խորհրդանշում է աշխարհի բոլոր մարդկանց, չամիչը քրիստոնյաներին, այլ մեկնաբանությամբ առաքյալներին։ Այստեղ շատ մեծ էական տարբերություն չկա այն իմաստով, որ յուրաքանչյուր անձ, որ քրիստոնեության լույսի կրողն է, ինքը քաղցրացնում է մեր կյանքը, քաղցրացնում է այս աշխարհը։ Իսկ բրնձի հատիկները խորհրդանշում են աշխարհի բոլոր մարդկանց։ Ձուկը դա քրիստոնեության խորհրդանիշն է եղել առաջին դարում եւ երբ որ քրիստոնեությունը հալածված կրոն էր, մինչև որ ընդունելի կրոն դարձավ եւ դադարեցին այդ հալածանքները քրիստոնյաների նկատմամբ, մարդիկ ձկան նշանով էին միմյանց ճանաչում իբրև քրիստոնյաներ, որովհետեւ հունարեն ձուկ բառը հապավում է, կարծես թե, եւ Հիսուս Քրիստոս փրկիչ աշխարհի այս հապավումն է, որ մեզ ներկայացնում է։ Տեր հայր, Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշելու համար պարտադիր է մկրտված լինելը։ Նայած թե մենք որ տեսանկյունից ենք նայում, երբ որ մենք ասում ենք այո կարևոր է եւ պարտադիր է որ անձը մկրտված լինի, դա չի նշանակում, որ մյուս մարդկանց համար, ովքեր մկրտված չեն, Սուրբ Հարության տոնը իրանց համար տոն չէ կամ չպիտի մասնակցեն այդ տոնին։ Իհարկե, եթե մարդը պահք է պահել եւ պիտի պահքից դուրս գա եւ Սուրբ հաղորդություն ստանա, որպեսզի պահքից կարողանա դուրս գա, դրա համար կարեւոր է մկրտված լինելը եւ պարտադիր պայման է մկրտված լինելը։ Հետեւաբար, երբ որ մարդիկ մեզ հարցնում են, ես մկրտված չեմ, կարող եմ պահք պահել, իհարկե կարող ցանկացած մարդ, եթե ցանկություն ունի, կարող է պահք պահել, բայց եթե մենք հաղորդություն չենք ստանում, պատարագին չենք մասնակցում եւ հաղորդություն չենք ստանում, այդ պահքի իմաստը մի տեսակ մնում է կիսատ։
որովհետև պահքի ամբողջ խորհուրդը իմաստն է, որ վերջում մենք արժանանանք Սուրբ Հաղորդության խորհրդին, միանանք հարուցյալ Քրիստոսին։ Եվ այս իմաստով ես շատ հաճախ մարդկանց հորդորում եմ, որ լավագույն պահքը, որ կուզեք պահեք, դա առաջին հերթին մինչև Սուրբ Հարության տոն մկրտվելն է։ Փորձեք կազմակերպել ձեր մկրտությունը մինչև Հարության տոն, որ Հարության տոնին արդեն պատրաստված, մկրտված եւ պատրաստված մասնակից լինեք օրվա խորհրդին։ Այս իմաստով բնականաբար անհրաժեշտ է եւ կարեւոր է, որ մարդը մկրտված լինի։ Տեր հայր, մեր եկեղեցին ավանդականն է քարոզում, իսկ երիտասարդներն ու պատանիները նորի կողմնակիցներն են։ Հաջողվում է արդյոք եկեղեցու եւ երիտասարդների միջև կապերն ամուր պահել։ Նախ վերջից գանք։ Իհարկե հաջողվում է եւ դա ակնհայտ երևում է, երբ որ դուք տեսնեք պատարակներին, առհասարակ եկեղեցիներում արարողության ժամանակ, թե երիտասարդների մասնակցությունը ինչքան է ավելացել եւ շարունակում է ավելանալ։ Այսինքն մեր եկեղեցիներում այսօր մենք կարծես թե այդ խնդիրը չունենք, որ միայն մեծահասակներն, ինչպես որ ասենք տասնամյակներ առաջ, երբ որ միայն մեծահասակների կարող էիք տեսնել եկեղեցում, այսօր ի ուրախություն մեզ բավականին շատ են երիտասարդները, որ գալիս են, մասնակցում են եկեղեցական արարողություններին, սուրբ պատարակներին, ինչը ամենակարևորն է։ Եվ նաև եկեղեցին հատուկ իր առաքելության մեջ ընդգծում է երիտասարդների հետ աշխատանքը, դրա լավագույն վկայությունը, որ գրեթե բոլոր եկեղեցիներում դուք կտեսնեք, որ կան երիտասարդաց միություններ, որտեղ համախմբվում են երիտասարդները եւ ոչ միայն մասնակցում ծիսական արարողական կյանքին, այլ նաև տարբեր ծրագրեր իրականացնում եկեղեցու հովանու ներքո, սոցիալական, մարդասիրական, տարբեր բնույթի, քարոզչական եւ այս առումով բնականաբար մենք ուրախությամբ ընդգծում ենք, որ մեր եկեղեցիներում երիտասարդները շատ ավելի ընդգրկված են եկեղեցու ոչ միայն հոգեվոր առաքելության մեջ, հոգեվոր կյանքում, այլ նաև առհասարակ եկեղեցու սոցիալական, մարդասիրական առաքելության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է, որ երիտասարդները ավելի նորի կողմնակից են, երբ որ մենք ասում ենք եկեղեցին ավանդական է, այդ չի նշանակում եկեղեցին հետամնաց է։ Այդ ավանդականն էլ այսօրվա մեր իրականության մեջ նույն երիտասարդների մեջ շատ գնահատված է եւ շատ ընկալված է այն իմաստով, որ երիտասարդները փորձում են բացահայտել այդ ավանդույթները, ավանդական այդ իրականությունը, որը որ եկեղեցում առկա է եւ մեր եկեղեցին մանավանդ կարողացել է իր ամբողջ առաքելության ընթացքում ժամանակակիցը եւ ավանդականը լավագույն կերպով համադրել, որ ոչ մեկը դուժի ոչ էլ մյուսը։ Ուրիշ հարց է, որ այսօր շատ հաճախ երիտասարդները հատկապես թյուրիմացաբար կարծում են, որ եթե ասում ենք ավանդական, իրոք դա հետամնացություն է։ Եվ դրան հակառակ ասում են մենք նոր սերունդ ենք, ինչը իրականում ոչինչ չասող բան է։ Մանավանդ երբ որ ընդգծում են, որ մենք նորի կողմնակիցն ենք, մենք չենք ուզում ուրիշների նման լինել, եւ շատ հաճախ նման դեպքերում հարցնում, եթե ուրիշի նման չես, ում նման ես։ Այսինքն եւ այստեղ մենք լսում ենք շատ հաճախ ոչինչ չասող պատասխան։ Մենք նոր սերունդ ենք։ Ինչ է նշանակում այդ նոր սերունդը, անհասկանալի է։ Իսկ քրիստոնեությունը մեզ ասում է ինքդ քո նման եղիր։ Այս ամենակարևոր հանգամանքն է։ Երբ որ մարդը ինքն իր նման է, երիտասարդը կապ չունի այստեղ տարիքը, առհասարակ, եւ եթե խոսքը գնում է երիտասարդների մասին, մանավանդ երիտասարդը, եթե դու ինքդ քո նման ես, դու եւ նոր ես, եւ նաեւ ավանդական է։ Սրա մեջ այդ ավանդականը եւ այդ նորը շատ հրաշալի կերպով միահյուսվում են։ Արդյոք հաջողվում է եկեղեցուն հետևել տեխնիկական նորամուծություններին։ Բնականաբար տեխնիկական նորամուծությունները, տեխնոլոգիաների այս զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են միշտ։ Այս բնագավառում մասնագետներ չենք մենք որևէ մեկս, բայց մենք բնականաբար փորձում ենք այդ տեխնոլոգիական զարգացումներին համահունչ իրականացնել մեր առաքելությունը, որը որ շատ կարևոր է։ Այսինքն մենք չենք կարող դրանից անմասն մնալ։ Ուզենք թե չուզենք, տեխնոլոգիական այս զարգացումները մեր կյանքի մի մասն են կազմում եւ մենք էլ դրա հետ անմիջապես կապ ունենք եւ դրանք անդրադարձ ունենում են եւ մեր առաքելության եւ մեր ծառայության եւ եթե կան միջոցներ, հնարավորություններ մեր գործը, մեր առաքելությունը, մեր քարոզը ավելի հեշտ դարձնելու, ավելի լայն զանգվածներին հասնելու, իհարկե մենք կարողանում ենք եւ փորձում ենք դա օգտագործել։ Միանշանակ դա այսօր եկեղեցու նաև ուշադրության կենտրոնում է եւ եկեղեցին բնականաբար հոգեվորականները հետևում են այդ զարգացումներին եւ ինչը որ հնարավոր է, ինչքանով որ հնարավոր է, փորձում ենք կիրառել նաև մեր քարոզչության մեջ այդ տեխնոլոգիական նորամուծությունները։ Շնորհակալ եմ Տեր հայր, այս զրույցից ես շատ բան սովորեցի։ Շնորհակալություն։